Ողջույն բարեկամներ։ Երեկ Երևանում կայացավ երկու կարևոր իրադարձություն։ Առաջինը, որ վերջապես Ռուսաստանի, իրեմս Ռուսաստանի արտգործնախարարի հնչեցվեցին Հայաստանում ավելի շուտ կարդացվեց մեղադրականը Ռուսաստանին, մի բան, որ երբևէ այս մակարդակի վրա եւ այսքան դետալավորված չէր եղել, եւ երկրորդը, որի պատասխանից ակնհայտ դարձավ, որ այդ երկրի հետ հույս կապելու գործ ունենալը ավելի քան անիմաստ է։ Ես շատ մեղմ եմ ասում, սկսենք սկզբից։ Ինչ կատարվեց ասուլիսի ժամանակ։ Կալություն Factor TV Նարեկ Կիրակոսյան, ես հարց ունեմ երկու նախարարներին էլ։ Պարոն Լավրով, դուք եկել եք մի երկիր, որի դեմ եւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանը կիրառել է մեծականակ ռուսական զենքեր, ինչի հետևանքով հայաթափվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ օկուպացվել են Հայաստանի ինքնիշխան տարածքներ։ 44-օրյա պատերազմի մեկնարկի դրությամբ ադրբեջանական բանակի զենքի 60%-ը եղել են Ռուսաստանից եւ Բելարուսից մատակարարվածները։ Հետաքրքիր կլիներ, եթե Նարեկ Կիրակոսյանը ասենց ֆանտազիա անենք ունի, երևակայում ենք սկսվեց սենց խոսքով։ Ուրեմն մեղադրյալ Լավրով, դուք արել եք այս գործողությունները ու սենց գնար։ Մեղադրյալ բառն է ստեղ պակասում, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ սա մեղադրական ճառ է ուղղակի։ Բացի այդ, Ռուսաստանը չի կատարել 1997 թվականի պայմանագրով ստանձնած պայմանագրային պարտավորությունները։ Ռուսաստանը զենք չի մատակարարել Հայաստանին, չնայած դրա դիմաց Հայաստանը վճարել է։ Չեք կարծում, որ այս պայմաններում բնական է, որ Հայաստանը պետք է փորձի մերձենալ Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ եւ այլ երկրների հետ ու անդամակցության գործընթաց սկսի։ Չնայած դուք ձեր ասուլիսի ժամանակ, եթե չեմ սխալվում, հունվարի 14-ին հայտարարել եք, որ ԵՄ-ին միանալու գործընթացը Հայաստանի ինքնիշխան որոշումն է, բայց ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ռուսական պետական լրատվամիջոցներ սպառնալիքներ են հնչեցնում եւ անգամ զուգահեռներ տանելով, այսպես ասած, Հայաստանի ուկրաինացման հետ կապված, սա ինչ է նշանակում, արդյոք Ռուսաստանը պատրաստվում է տնտեսական պատժամիջոցներով կամ ռազմական ուժով կանխարգելել Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ, ինչպես եղավ Կիևի դեպքում, թե այնուհանդերձ կհարգեք Հայաստանի ինքնիշխան որոշումը։ Շնորհակալություն, Նարեկ Կիրակոսյան, շնորհակալություն ամբողջ հայկական միջավայրի մեր պետության հոգսերով ապրող մարդկանց մոտ կուտակված հարցերը ի վերջո ձևակերպած ներկայացնելու այս process-ի համար, մասնավորապես մեղադրալի աթոռին չասեմ, մեղադրալի պոդիումի մոտ գտնվող Լավրովի համար։ Դա ինչ պետք է պատասխանի։ Գիտեք, ինձ անհարմար է ձեր հարցին պատասխանել, ձեր պատասխանը չէ։ Ասում անհարմար է պատասխանել, ձեզ պատասխանել պետք չէ, բայց սկսում է պատասխանել ամեն դեպքում։ Նախ ես հիշեցի, այն ամենը ինչ դուք երկար ասացիք, բայց այդ դիրքորոշումը հասկանալի է։ Եվ այսպես ամեն ինչ հիշեցի, բայց ձեր դիրքորոշումը հասկանալի է։ Որպեսզի մենք ամբողջ ելույթը իր պատասխանը չլսենք, ես ուղղակի առանձնացրել եմ այն ինքը ինչի մասին խոսեց եւ անպայման կլսենք մասնավորապես Արցախի հատվածը, ես իրան չեմ ցիտելու, Արցախի մասով ինքը կասի։ Մի անգամից ասեմ տպավորությունս, այս հարցի պատասխանը լսելով ես մտածում եի, տեսնես մոտ 70-75 տարեկան, առնվազն կլինի Լավրովը։ Ինքը չի հոգնել այս կարգի հիմարություն ու դեմագոգիա դուրս տալուց։ Ես մի պահ պատկերացրեցի, եթե ես լինեի, ասենք, կողքը կանգնած։ Ասենք, ես ընդեղ եմ եւ ես իրավունք ունեմ իրան կամ կարծիք ասելու, ինչ պետք է ասեի ես իրան։ Մոտավորապես ես մի բան կասեի, բայց թողենք երևի դա վերջում։ Հիմա լսենք ինչ էր ասում, հետո միասին ունենանք այդ կարծիքը։ Եվ այսպես ասում է, որ այդ որ մեղադրում եք ռուսական զենքով գրավեց, հարձակվեց Ադրբեջանը ձեր համար, ասում է դուք եք ռուսական զենքով գրավել եք 7 շրջան առաջի պատերազմի ժամանակ։ Այստեղ կարելի է ուղղակի սենց մի հատ բերանը փակել,
են դատավորի մուրճը խփել, ասել մի դուրս ալիս ներս ռադերի գնա։ Ռադերի ասենք դու առնվազն ստախոս ես, դու առնվազն անգրագետ ես, որտեղ 94 թվականին, միջև 94 թվականը, որը եղել առաջի պատերազմի վերջը, հա, չի եղել ռուսական զենք։ Չի եղել։ Դա եղել է սովետական զենք։ Եվ Հայաստանը չի գրավել 7 շրջաններ։ Հայաստանը ազատագրել է իր տարածքը։ Ասենք այս նախադասությունների կեր իր պատասխանին հենց առաջի որ ասել լավ, ասենք կողքի կանած Արարատը, եթե բան լիներ, իրոք նախարար լինել են անկախ պետության, կասել են մի վարքան, ես կարող եք գիտեք Ռուսաստանի աուդիտորիան աստեղ, որ ինչ ուզենակ, ինչ կարգի աղբ ուզենակ լցնեք ականջները, սա Հայաստանն է, տղա ջան, Հայաստանում շատ լավ հիշում են, որ 94 թվականի ռուսական զենք ասած գոյություն չուներ, դա սովետական զենքներ, ընդ որում, որը դուք Հայաստանում պահեսները պայթացեցիք, մասնավորապես Բալահովիտի պահեսները, իսկ ամբողջ ձեր պահեսները թողեցիք Ադրբեջանին, պլյուս ռուսական զորքերն էլ ադրբեջանցիների հետ կռվում էին հայերի դեմ։ Այս ինչ հիմարություն ես խոսում, եւ այս ինչ զուգահեռներ ես տանում, որ դուք էլ ռուսական զենքով եք գրավել ադրբեջանական տարածքները։ Տեսեք, սենց դուք ադել իրեն էլ չլսել, ուղղակի փակել ասել մին ռադար էստեղից։ Ռադերի որովհետեւ որ մարդ հասնում է այս տարիքին ու ավտոպիլոտ կնեք իներցիայի մեջ սկսում է հիմարություն դուրս տալու, հասկանում ես մի բան, որ կամ դու պետքա պատրաստ լինես անverջ հիմարություն լսել, որ ինձ թվում է ցանկացած մարդու համար մի քիչ բան ինտելեկտի համար վիրավորական է։ Այսինքն ում հետ կարելի է այս կարգի հիմարություն խոսել, այս կարգի սուտ։ Ում որ մտածում ես, որ կարող է ինքը հավատա։ Այսինքն դու մտածում ես, կարծում ես, որ նրա հիշողությունը, ինտելեկտը չի բավարարում, որ հիշի ինչը ինչոց էր։ Հա։ Դա արդեն դիմացինի համար առնվազն վիրավորական է։ Բայց բնականաբար Արարատ Միրզոյանը չէր կանգնեցնելու, որովհետև մի աղբել ինքն է։ Դա ասում գնանք առաջ, եզակացությունս վերջում կասեմ։ Եվ ասեց, հետո ես չեմ հիշում, որ անցած ձեր նախագահները երբևէ պահանջած լինեն կամ ճանաչած լինեն Արցախի անկախություն։ Սանով ասեց, որ ձեր բոլոր 3 նախագահները, պլյուս ձեր վարչապետը հանցագործ են։ Իրենք չեն ճանաչել Արցախը։ Պարզ ասեց։ Երրորդը նորից նշեց, որ դրանք ադրբեջանական տարածքներ են։ Էլի կողքի կանգնած Արաբաթ Միրզոյանը ոչ մի ձայն, ոչ մի ակնարկ, չնայած ինքն էլ է դա հայտարարում, հա։ Չորրորդը հիմնավորելով, թե ինչու մեզ զենք չի տվել, տված փողի դիմաց, հա, Ադրբեջանին տալիս ես, իսկ մեզանից զենքը փողը վերցրել ես, մեզ զենքը չես տալի։ Սկսեց հիմարությունների հաջորդ եթերաշրջանը, որ իրանք շատ վատ վիճակի մեջ են, իրանք ստիպված են կռվել ամբողջ աշխարհի դեմ, ֆաշիստական Եվրոպայի դեմ, Կիևի ֆաշիստական ռեժիմի դեմ, եւ իր հայ գործընկերները պետք է ըմբռնումով մոտենան։ Ըմբռնումով փողը չվերցնեիք։ Ասենք մենք չեք կարող ձեզ զենք վաճառել, չվերցնեիք փողը։ Ըմբռնումով չվերցնեիք այդ փողը։ Դու փողը վերցրել եք, հիմա ասում եք ձեզ զենք չեն կարատակ։ Ըմբռնումով մոտեցեք, մենք ու գնաց հիմարությունների շարանը, որ բանա, մենք ամբողջ Եվրոպայի դեմ, ամբողջ աշխարհի, ամբողջ ֆաշիստական աշխարհի դեմ ենք կռվում։ Մյուսը, ասում մենք բան չունենք ասելու, դու կարող եք ուրիշների զենք առնել, հա, նույնիսկ ֆրանսիական, բայց դու կարող եք, բայց հասկանում եք, չէ՞ որ Ֆրանսիան մեր թշնամին է, մեր դեմ է խոսում, այսինքն կարող եք, բայց չեք կարող։ Կարող եք, հա, տեխնիկապես կարող եք, բայց ավելավա չանեք, Ֆրանսիան մեր թշնամին է, մի անգամից մի առ։ Դե արդեն խոսեցինք Ուկրաինան ֆաշիստ է, հա, իսկ ասում եմ Ղարաբաղի համար մեզ ոչ մեկ չի կարող մեղադրել։ Ուզում եմ այս մասը մենք իր հետ լսենք։
Առաջային մղում լուծում, լուծումներ, որոնք ապահովում էին արդար մոտեցում, խաղաղ բանակցություն։ Ever wondered what your home looked Մեկ անգամ էլ ասեմ, մեզ ոչ ոք չի կարող փնովել, մեղադրել, որովհետև վերջին առնվազն 20 տարիներին և նախագահ Մեդվեդևը Սա Արցախի մասին է ասում, մեզ ոչ մեկ չի կարող մեղադրել եւ նախագահ Պուտինը եւ նախագահ Մեդվեդևը։ Հետո նորից նախագահ Պուտինը առաջային մղում լուծում, լուծումներ, որոնք ապահովում էին արդար մոտեցում, խաղաղ բանակցությունների միջոցով։ Դա Լավրովի պլանն էր։ Չի ասում Լավրովյան պլանը։ Ասում է Պրեզիդենտները առաջարկություն էին անում խաղաղ ձևով այդ հարցը լուծել։ Իշխեցնեմ ինչի մասին էր խոսքը գնում։ Ադրբեջանական 7 շրջաններից Լսեցիք, ադրբեջանական 7 շրջաններից։ Կրկնում է, ինքը Հայաստանում դրանք ասում է ադրբեջանական 7 շրջան։ Ու ձայն չկա։ Դե հասկանալի է, կողքովականա, ինչ ձայն։ տալ 5-ը, վերադարձրեք 5 շրջանները, որպես առաջին քայլը եւ Իշխանական փուլ որպես պահպանեք Կերբաջարի եւ Լաչինի շրջանները, դրանք ահռելի տարածքներ են, որոնք Հայաստանը միացնում են Ղարաբաղի հետ, պահպանեք դրանք այն կարգավիճակում, որում կան հիմա, հետաձգելով Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական լուծումը երկար տարիներով։ Ասացիք, տայեք 5 շրջանը, 2 շրջանը պայեք, հետաձգելով ապուշի տեղ անում էլի։ Հետաձգեիք այդ հարցի լուծումը երկար տարիներով։ Մենք այս հարցի լուծումը կարենք հավերժ հետաձգեինք էլի երկար տարիներով առանց քո ասած 5 շրջանները տալու։ Դու ինչի հետ ընկել մեր հետևից, որ մենք դրանք տանք։ Եթե այդ 2 շրջանը կարող էինք պահել, հետաձգելով երկար ժամանակ, ինչի ես դու ընկել մեր հետևից, որ 5 շրջան անպայման պետք է տաք։ Ո՞րն էր քո շահը։ Իսկ փաստացի խոսքը գնում է այն մասին, որ դա հետաձգվի եւ թողնվի ապագա սերունդների։ Թողեք ապագա սերունդներին, մենք դեռ անում ենք, ապագա սերունդները հարցը արդեն որոշել էին։ Արդեն որոշել, լսեք լկտիության աստիճանը։ Իսկ պատկերացնում եք իրան ինչ էր ասել այս Պարագայում Ալիևը, սնարից վրան ասեց ոնց թե անժամանակ հետագայում հաջող սերունդներ, ինչ հիմարություն ես խոսում։ Դա երևի ինչ-որ բանով ավելի լավն է, քան այն ինչ հիմա ստացվեց։ Ասում եմ ավելի լավն է ինչ հիմա ստացվեց, իսկ հիմա ոնց ստացվեց, ինչ ստացվեց։ Հիշեցնեմ, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ով էր գրել եւ ով է մինչեւ հիմա պարտադրում դրա 9-րդ կետի կատարումը։ Հիշեցնեմ, որովհետեւ այդ կոմպրոմիսային առաջարկները, որոնք տարիներ շարունակ առաջ էին մղում ռուսական ղեկավարության կողմից, մերժվեցին։ Право на выбор, да. Սակայն այո, ընտրության իրավունքը իրացվեց։ Այս պարագայում հրաժարում այն բանաձևից, որը ես հենց նոր հիշեցի։ Դուք հրաժարվեցիք։ Մենք էլ ուժով իրականացրեցինք, ասում դուք ընտրեցիք դա, մենք էլ դա ուժով իրականացրեցինք ու անցավ։ Դե չասեց, որ ուժով իրականացնելու արդյունքում իրենք պարտադրեցին նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, 9-րդ կետ, Զանգեզուրի Միրյանսկի պահանջ եւ ռուսական զորքեր մցրեցին Արցախում որպես խաղաղության երաշխիք եւ այդ ամբողջ տարածաշրջանի երաշխավոր խաղաղության։ Ինքը շատ սահուն մոռացավ ու անցավ։ Սավլեց։ Մի երկու րոպե լսենք։ Наша линия якобы на украинизацию армии. Իբրև Հայաստանն ուկրաինացնելու մեր մոտեցումը, որ ասացիք ինչ-որ հետո Հայաստանի հետ անել նույնը, ինչ արել եք Ուկրաինայի հետ։ Даже тут, по-моему, комментировать, что поддерживаете нацистов, поддерживаете тех, кто сжигал людей в профсоюза. Լսեցիք, ասում եմ, նշանակում եք դուք սատարում եք նացիստական ռեժիմին։ Այսինքն ինչով երևաց ինչ-որ նացիստական ռեժիմի է։ Հա, սատարում։ Այսինքն դուք հարձակվել եք կողքի երկրի վրա, ինքը հարց է տալի։ Մենք որ տենց ձեզ չլսենք, կոպիտ ասած։ Դուք մեր վրա եք հարձակվելու։ Իսկ ասում եմ, մենք հարձակվել ենք, որտեղ կողքինը ֆաշիստական ռեժիմ է։ Աշխարհում մի հատ տեղ ֆաշիստական ռեժիմ կա, իսկ չէ, մի քանի տեղ կա, մի քանի տեղ։
դրանից մեկը հենց Ռուսաստանն է։ Հա, ու ձեր նախագահներն հենց դրա համար գտնվում է հետախուզման մեջ միջազգային դատարանի կողմից։ Արմիությունների տանը մարդկանց այրերուն ովքեր զինվորական խմբավորներ ուղարկեցին Գրիմի խորհրդարանի վրա հարձակվելու միայն նրա համար, որ Գրիմի խորհրդարանը եւ Գրիմը հրաժարվել էին սատարել հակասահմանադրական պետական հեղաշրջումը։ Ես չեմ հիշում։ Հասկացաք, աստորեն Ուկրաինան էլ մեղավոր, որ իրանք մտել էին Ղրիմ ու գրավել էին Ղրիմը։ Այդ համար Ուկրաինան ֆաշիստական երկիր է եւ սա շարունակի այս հիմարությունը անverջ, վերջում էլ կասի Ուկրաինան սարսափելի երկիր է։ Այդ տեսեք օրինակ Ադրբեջանում հայերեն արգելված չի։ Հասկացաք, հայերենը արգելված չի։ Ուղղակի հայ լինելն է արգելված Ադրբեջանում։ Նույնիսկ իմ ծանոթներ վերադարձել Ադրբեջանից, բանը, ինքը հրեա է, Բուխարայի հրեաներից է, երաժիշտ։ Գնացել էր ընկերոջ երեխու հարսանիքին Բաքվից 3 տարի առաջ էլ եղել է Երևանում եւ իր անձնագրի մեջ կար։ Ասում է ես չէի պատկերացնում, որ նույնիսկ սահման անցնելուց սկսած այդ բանը այդ անձնագրի բանն ասում այդքան թույնք թափելվել է մենակ մի բանի համար, որ ես ասեցի, հա, ես Երևանում եղել եմ։ Հա, ես երաժիշտ եմ ի վերջո, ես ամեն տեղ եմ եղել։ Ասում ես այդտեղ հասկացա, ես ուր եմ գնում։ Նույնիսկ հրեային չէին ներում, որ ինքը Հայաստանում է եղել։ Ես չեմ ասում, որ բանը, որ տաքսի նստում էինք, ասում եմ, մեզ անպայման տանում էին կենտրոն, որտեղ խփված հայկական տանկ կա, որ հապարտանային, որ սա իրանց թշնամիների խփված տանկն է, իրանց թշնամի երկրի, որոնց իրանց սպանել, մի խոսքով։ Ու սա ասում եմ, Ադրբեջանը օրինակ կարգին երկիր է դեմոկրատական, դե հայերենը արգելված չի։ Ուղղակի հայ լինելն այնտեղ համարվում աշխարհի վերջի մեղքը եւ միակ բանը, որ կարող են անել ադրբեջանցիները, որ ինձ սովորացնում են դպրոցներից, հային սպանելն է։ Դե բնականաբար Լավրովը դրա մասին չգիտի, իրան դրա մասին չեն զեկուցել երևի եւ դրա մասին ոչ մի բան չի ասել։ Իսկ ինչ պատասխանեց այս ամեն ինչին Արարատ Միրզոյանը, սա է կարող։ Լսենք։ Ասել մեր ողջ ծախսած ժամանակ եւ առնվազն պատասխանս կլինի շատ կարճ, բայց ոչ ուրեմն պակաս հարգանքի պատճառով լրագրողի կամ հարցի նկատմամբ, այլ որովհետեւ այդ հարցի պատասխանը իրականում շատ կարճ է։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում եւ ըստ այդմ հարցը, որը կարող է ծագել այդպիսի զարգացումների պարագայում, տեղին չի եւ չեմ կարող այդ սցենարի վերաբերյալ դատողություն հայտնել։ Եվ այսպես ինչ ասեց, ինքը միանգամից անդրադարձավ ուրիշ հարցի, արտահանելով, որ Հայաստանը Եվրոպա չի գնում։ Ոչ բանաստորագրվել է, ոչ բանակցություններ են գնում։ Միանգամից իստում է այս ասուլիսը պատասխան տվեց երկու թևերին Հայաստանում մարտնչող ռուսական 5-րդ Շարասյանը եւ իր ֆեյք եվրո ժետոններին ասեց դուք ռժժացեք այնտեղ, բայց մենք ոչ միտեղ չեն գնում։ Լավրով ջան, տեսնում ես, ես եմ ասում քեզ, մենք ոչ միտեղ չեն գնում։ Էն էլ ինչ որ ասեցիր, հալած յուղի նման, սենց արդարա, ճիշտ է։ Իսկ ինչ վերաբերում է այն մեղադրանքի, որ մենք Եվրոպա ենք գնում, մենք Եվրոպա չենք գնում։ Ինչ եմ ասում, երկու կողմին էս ասուլիսը լրիվ բավարար հավերժ լռելու համար։ Ես կարծում եմ, սրանից հետո Մոսկվայի անունը, Պուտինի, Լավրովի անունը ցանկացած ձևով տվողները լավ իմաստով, հա։ Դրանք ուրեմն արդարացնում են բոլոր այն ասածները, ինչ ասեց այսօր Լավրովը, Տոջևացկու ձին։ Այսինքն մասնավորապես, որ Հայաստանը գրավել է ռուսական զենքով Արցախը, դրանք ադրբեջանական տարածք են, հա, որ իրենք ընդհանրապես ոչ մի պատասխանատվություն չունեին իրենց բանի տակ վերցրած երաշխավորություն տակ վերցրած Արցախի բնակչության եւ տարածքների համար ոչ մի պատասխանատվություն չունեն, պատահական էին այնտեղ հանդիպել։ Մի խոսքով, որ այս ամեն ինչի հետ իրանք կապ չունեն, ընդհանրապես իրանք մեծ շատ լավ բան էին առաջարկում
հələ ասում են այսքանա տվեք, մյուսը հավերժ կարող եք պահել ձեզ, բայց տենց է չպատասխանելով, այդ դեպքում ինչի չենք կարող հավերժ հետաձգել ամբողջ այս հարցի լուծումը, հա, ինչի է դու Լավրովի պլանը գցում, ասենք քո նախագահների վրա, ինչի չասեցի, որ դա Լավրովյան պլանն էր, ի վերջո։ Եվ այսպես, ռուսական ագենտուրան սրանից հետո խոսելով Պուտինի Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավորության եւ տրամաբանության մասին նշանակում է արդարացնում է սա միջը։ Իսկ եվրոժետոնները նշանակում է չեն լսում ու համաձայն չեն ոչ Նիկոլի հետ, ոչ Արարատ Միրզոյանի հետ։ Ու այսպես պատրաստ են կոկորդները պատրել ռուսական դեսպանատան առաջ։ Նայեք սա։ Ես որ տեսա այսօր այս կենթանու ներկայությունը բանում ու ուրիշ ոչ մեկ չկար։ Նորմալ մարդկանցից, ովքեր ապագաղութացման իմ հիշելով ջատագովներին են, հա, ու մենք այդ շերտը ունենք։ Ես մտածում այսօր իրենք են լինելու։ Բայց եւ որ ես տեսա այս Գարշելի տեսարանը, Արման Բաբաջանյանը, նշանակովի Եվրոպամետը, ամբողջ կյանքը սա իր համար ոչ իման չի որոշել։ Այն պահից, երբ որ ինքը բռնվեց փաստաթղթեր կեղծելու, բանակից խուսափելու եւ դրա համար, որպեսզի չդատվի, ցուցմունք տվեց հարազատ մորը, որ մորը դատեն ինքը փախնի, այդ օրվանից ինքը իր համար ոչինչ չի որոշել։ Իր տեղ ամեն ինչ որոշել դրել են դեմը։ Հա, որոշել սովորի համար բան որոշի։ Ու այսօր մենք տեսնում ենք ինքը դրոշակով ելել է գոռում Ռուսաստանի դեմ։ Ես ուղղակի մի բան չեմ կարողանում հասկանալ, անկեղծ չեմ կարողանում հասկանալ։ Նիկոլի ինչին էր պետք այս վիժվածքի ուղարկել ռուսական դեսպանատան դեմ։ Բայց քանի որ մենք բոլորս հասկանում ենք, որ Նիկոլը այն մարդը չի, որ հաշիվ տա իր արածների համար, կամ որի արարքների մեջ պետք է տրամաբանություն գտնել, հա, ինչ որ հերո գնացող նպատակներ, ինչ որ ստրատեգիա, բան հասկանում ես, որ ուղղակի կարող վերջի պահին իրան թվացել է, որ ասենք եվրոժետոններին ուղարկեց այնտեղ ասեց գոռացեք դուք մարդասպանեք, Եվրոպայից ասել են, տեսեք, Նիկոլը այդքան էլ համաձայն չի Պուտինի հետ։ Ճիշտ է, ինքը ամեն ինչ անում է Պուտինի ուզելով, ամեն ինչ ասում է, որ մենք Եվրոպայի հետ ոչ մի կապ չունենք, հա, մենք կապ դուք եք, չկա դուք եք, բայց տես այդ եվրոժետոններին ուղարկել է, որ գոռան Պուտին մարդասպան։ Մտածում եմ, այս կարող է այս կարգի կներեք այս բառից համար գեղացու շուշտրության մակարդակի ինչ որ քայլերով եվրոպացիներին ինչ որ բան ցույց տա, հույսով պահի։ Գուցե սա է, ես ոչ մի բան չեմ կարող պնդել այս առումով, ասում Նիկոլա այն մարդն է, որի ոչ խոսքի, ոչ արածի համար պետք չի ինչ որ տրամաբանական եւ ինչ որ լուրջ խոհափիլիսոփայական պատճառներ ման գալ։ Որովհետեւ դրանք ուղղակի չի կարող լինել, ինքը այդ ինտելեկտը չունի։ Փաշինյան Նիկոլի բոլոր գործողությունները թելադրված են մի սկզբունքից։ Ամեն գնով իշխանության մնալու սկզբունքից։ Եթե դրա համար պետք է, որ ինքը Բաբաջանյան Ալմանի մատաղանի դեր, ինքը կան։ Եթե պետք է, որ այդ պահին Միրզոյան Արարատին անես մի բան, որ ամբողջ ժողովուրդը թքի քորեսին, ինքը դա էլ կանի։ Ոչ մի սահմանափակում, ոչ մի գործողությունների մեջ չկա, եթե դա պետք է իշխանությունը պահելու համար։ Իսկ ինչ վերաբերվում է ֆաշիստական Ուկրաինային, որ ինքը գնում էր դեպի ՆԱՏՕ, հա, եւ դա էր պատճառը, որ սկսվեց պատերազմը, այսօր մի այսպեսին հումորային բան տեսա, նկար տեսա։ Ասում է բանը, մենք հարձակվեցինք Ուկրաինայի վրա, որը պատրաստում էր գնալ ՆԱՏՕ։ Բայց Թուրքիան մեր ընկերն է, որը ՆԱՏՕ-ի անդամ է, ու մենք գնում ենք այնտեղ հանգստանալու։ Հա? Ասում է, կարող է ՆԱՏՕ-ում չի Թուրքիան, Վասիլի։ Սա ռուսական տրամաբանությունն է, այսինքն եթե քեզ պետք է հիմնավորես մեկի վրա հարձակվելը, դու ասում ես ուղղակի դա ֆաշիստ է։ Նույն բանը իմջելոց Ալիևն ասում Հայաստանի համար։ Հայաստանը ինչ ասում։ Հայաստանը ֆաշիստական պետություն է, եւ մենք պետք է պետությունը վերացնենք, հարցը ալմատախիլ անենք ընդհանրապես։
ինչպես Ռուսաստանն է ուզում Ուկրաինայում արմատախիլ անի ամեն ինչի խնդիրները։ Սրանք identic խնդիրներ են, մեկը մեկին համընկնող, իրար նման խնդիրներ են։ Ինչ Ալիևն է Հայաստանի նկատմամբ, այն էլ Պուտինը Ուկրաինայի նկատմամբ։ Եվ ցանկացած մարդ, որ արդարացնում է Պուտինին, ինքը զուգահեռ արդարացնում է Ալիևի գործողությունները Հայաստանի նկատմամբ։ Ոչ մի տարբերություն չկա։ Ես ուզում եմ լսենք միասին այս հանճարեղ մարդուն, որը մոտ 20 տարի առաջ կանխատեսում էր ինչ պետք է լինի, որովհետև ասում էր ես պատմաբան եմ, ես գիտեմ սա ինչի է բերում, մի արեք։ Հիշում եք ես որ ասում եմ պատմության մեջ ոչ մի բան չկա, նոր ոչինչ չկա, ամեն ինչ ունեցել է նախադեպ, եւ եթե ուզում եք տեսնեք այս process-ը ինչով ավարտելու, նայեք պատմությանը։ Հիմա սա ամբողջ կոկորտով Ռուսաստանի ալիքով սա ինձ թվում է առնվազն 20 տարվա պատմությունն է։ Այն ժամանակ ես զգուշացնում գոռում էր։ Знаю одно, как историк, что в России всегда вертикаль власти, твердая рука, кончалась хаосом, войной и разрухой. Ես որպես պատմաբան կարող եմ ասել, որ բան Ռուսաստանում այդ իշխանության այդ վերտիկալ այդ միանձնային իշխանությունը անպայման վերջանում է պատերազմով եւ քաոսով։ Ու Սալավիովն է մեջտեղում, այսօրվա Պուտինի խոսնակն է, մյուս կողմը Ժիրինովսկին է։ Все время морочат людям голову. Ամբողջ օրը մարդկանց հիմարացնում։ Говорят, в стране война, в стране терроризм, надо бороться. Ասում անդադ ասում են պատերազմը, տերորիզմը, պետք է պայքարել սրա։ Надо отменить выборы. Պետք է բանը հետաձգել ընտրությունները կամ թարապես Надо навести порядок, закрутить гайки. Պետք է կարգոկանոն բերել, պետք է ուժեղացնել Я хочу ռեժիմը։ просто обратиться вот ко всем присутствующим и всем, кто нас видит. Ասում եմ դիմեն բոլորին ովքեր Нам с լսում вами են։ морочат голову. Մեզ բոլորիս հիմարեցնում են։ Сегодня вы можете избрать себе лидера Դուդը չի գալի Ժիրինովսկուն։ региона, завтра не можете. То есть получается, что нас с вами держат за быдло, за болванов. Ասում եմ, նո դուք այսօր կարող եք բանը գուբերնատորը իս վաղը չի ասում, մեզ բոլորիս հա բիդլեի ժեխի տեղ են դրել, հիմարի տեղ են դրել մեզ բոլորիս։ Жириновского мы, оказывается, у нас хватает ума избрать. Путина нам хватает ума избрать. А вот, извините, губернатора мы уже убогие, мы не Ասում ասում մենք կարող ենք Ժիրինովսկուն ընտրենք, Պուտինին ընտրենք, բայց գուբերնատորը չենք կարող ընտրել, որովհետև գուբերնատորներին որոշեց Պուտինը, որ ինքը պետք է նշանակի։ можем избрать. Извините за слово, впаривают диктатуру. Ասում են կներեք խոսքիս համար, բայց ներդրում են դիկտատուրա։ Нам впаривают коррупцию. Մեզ ասում են անեն դրդում են դեպի կոռուպցիա։ Սալավիովը երիտասարդ վիճակն է, դες չի ընդդիմանում։ Нам впаривают лишение каждого из вас последних прав. Մեզ իրավունքներից են զրկում։ Вы не будете знать ничего, что происходит. Ոչ մի բան չեք Вы իմանալու։ будете кушать только вранье. Դուք մենակ սուտ եք Вами ուտելու։ будут руководить коррумпированные марионетки. Ձեզ ղեկավարելու են մենակ կոռումպացված տիկնիկներ։ Если мы вот на эту мульку поддадимся, про твердую руку, про вертикаль, которая 5 лет разваливает страну и хотят дальше разваливать. Если мы на это поддадимся, запомните слова одного чиновника царской России. Ասում եմ, եթե մենք տրվենք այս ամեն ինչին, մի իշխանության այդ խոստումներին, որ 5 տարի քանդում է երկիրը։ Եթե այս հանկարծ այս գայթակղությանը տրվենք, այս պրովոկացիային տրվենք, ասում եմ, հիշեք ցարական Ռուսաստանի чиновники խոսքերը։ Он говорил, мне дела нет до России, у меня есть царь. Որն ասում էր, ինձ համար էական չի Ռուսաստանը ինչ է կատարվում, ես ցարն եմ։ Вот девиз новой власти. Սմասան նոր իշխանության Нет, նշանաբանն է։ им дела нет до России, у них есть царь. Ասում եմ, սրանք ամբողջ чиновникների կապ չունի Ռուսաստանի ինչ է կատարվում, իրանք ցարն են։ Если вы хотите, есть правда, чистая правда. И все вы ведете себя так. Пожизненный, а президент избираемый. В 8 году Мы еще его не посмотрим, изберут. чем кончится. Մաստեր հակադրվում է, ասում է, ախա պրեզիդենտ ասում ընտրովի է 2008 թվին չեն ընտրելու իրան, ինքը ժամանակ ելիվի չգիտեր, որ 25 թվին է, նույն նախագահն է ունելու։ Բայց այս մարդը, այս ամեն ինչ պատմականորեն դիալեկտիկայի զարգացման օրենքին համապատասխան, ինքը ասում է, որ պարագայում ինչ է լինում։
Դամայթը դուք նկատել եք, երբ որ ես մի բան ասում եմ, կանխատեսում եմ մոտարապես, դա ինձ չի, որ ես տնտեսություն շատ լավ գիտեմ, քաղաքականություն արտակարգ գիտեմ, որ ես գիտեմ, այսպես գուրու եմ դեռ ինչա կատարվելու, չէ, ուղղակի իմ փորձից է սա նաև, երբ որ ուզում ես իմանալ ինչա լինելու, ինչ հետևանքներ լինելու, մեր պատմությանը նայ։ Ես իմ համար վաղուց դա ֆիքսել եմ, որ այդ օրինաչափությունը ես տեսնում եմ։ Նույնը ասում է պատմաբանը։ Նույնն ասում է պատմաբանը 18 տարվա առաջվա ասածները այսօր մեկին մեկ իրականությունը։ Սա Ռուսաստանն է, բայց սա դեռ վերջը չի, ուզում անպայման դուք սա նաև լսեք։ Այսօր Սանկտ Պետերբուրգում եղել է իրավաբանական ֆորում, լսեք հələ։ Мы единственные, кто встали просто во весь рост против нормального змея. Это не война с украинцами, это все намного серьезнее и страшнее. Մենք միակն ենք, որ կանգնեցինք, ասում է հրեշի դեմ, ասում ես, հարցը Ուկրաինա չի, ասում ամեն ինչ ավելի սարսափելի է, սա ասում են Միխալկովը ռեժիսոր։ Это такая махровая, без вообще-то матрица. Մենք մեծ բանի հրեշի դեմ ենք կանգնել, մատրիցայի դեմ ենք կանգնել։ Հիմա բաստրկին է խոսում։ Эмигранты, да? Ասում ես էմիգրանտներ նստած ու բանը, չէ, SVR կարծեմ նախագահանա։ Իրենց ռազմետքի նախագահանա։ Ծիծաղում ասում ես բաներ են նստած, հա, միգրանտներ են նստած։ Ասում է չէ, կրիշնայիներ են։ Они мигранты, да? Протестная акция. Հեգնում են էլի միգրանտները, ասում ես ինչ բան է, ակցիա է, ստեղ բողոքի։ Россия будет свободной. Ռուսաստանը ասում է անկախ բանը, ազատ Ռուսաստան ուզում։ Հեգնում են։ Примеры, когда русские буллинговали приезжих? Есть в интернете. Ասում է փաստեր կա, որ ռուսները ասում է ներգաղթածների բաներ արել, ճաշել են։ Ասում է հա, բաներ կան ինտերնետում, փաստեր կան։ Были такие примеры, да? Ну, слава богу, хоть где-то есть. Լսեցիք, ասում է, տես բաներ կա, հա, ասում է, դե փառք Աստծո, ասում է մոդելին։ Որ ինչ-որ միտեղ կա։ Սա Ռուսաստանի ռազվետքի պետնախոսում։ И сегодня, вы знаете, я люблю это применять обычно. Хоть космонавт пусть приземлится у нас здесь вот с любой планеты и начнет творить чудеса против нашей страны, он будет инагентом. Իսկ սա ասում ընդհանրապես, նույնիսկ եթե բանը տիեզերա գնաց ադրսից ինչ-որ մեկը գա եւ ստեղ հրաշներ անի, մեկը ինքը բանը ինագենտ է։ Մեկը ինագենտ է։ Մտքի բարոյականության շերտերը դուք նայեք։ Ու սա իրավական խորհուրդ։ Конечно же, надо дальше изучать всю российскую историю сквозь призму вмешательства и иностранного влияния. Հիմա սրանք որոշել են ամբողջ պատմությունը վերանայել պրիզմայով արտաքին ազդեցությունը Ռուսաստանի վրա։ Հիմա այստեղ երկու բառ պետք է ասեմ, դուք պատկերացնում եք ինչա նշանակում Ռուսաստանը մաքրել արտաքին ազդեցությունից։ Ես որ գնամ հետ, էլի պատմությունն է գալիս օգնության։ 1000 տարի առաջ, որ իրանցից պետություն էին սարքում, այդ սլավոնները, այդ մանս ցեղերը գնացին դուրս այդ վիկինգներից, յուրիկներից խնդրեցին, որ իրանց մեկին ուղարկեն, որ իրանց ղեկավարի։ Դա դրսից արդեն միջամտություն էր։ Յուրիկներն եկան, ինչ որ հնարավոր էր ծեփեցին, միջև այդ յուրիկներն ընդունեցին քրիստոնեություն, որը էլի դրսից էր, էլի դրսի մշակույթ էր, իրանց հետ ոչ մի կապ չուներ։ Իսկ իրանց եղածը, իրանց այդ հավատքը, ինչ որ տիկնիկներին էին հավատում, իրանք նույնիսկ հեթանոս չէին։ Իրանք նույնիսկ իրանք հեթանոս էլ չեն եղել։ Հեթանոսը դա էթնոսն է, ասենք դա շատ ավելի բարձր մակարդակի հավատք է, շատ ավելի առաջադեմ, ավելի գիտական բան իրական, քան ինչ ունեցել են ռուսները։ Նույնիսկ ասում, նույնիսկ քրիստոնեությունը իրանց չի եղել, որ ընդունել են։ Նույնիսկ այդ տարածողները, որ եկել են քրիստոնեություն տարածել, իրանց չի եղել։ Նույնիսկ Պուշկինը, որ հնարեց ռուսերեն լեզուն, Ստարոսլավյանսկից սկսեց ժամանակակից լեզու հնարել, գիտեք ինչի, որովհետև ուզում էր արտահայտվել, իր մտքերն ուզում էր արտահայտել, ռուսական բառարանը չուներ այդ բառերը, որովհետև Ռուսաստանում էլիտան ռուսերեն չէր խոսում,
Ռուսաստանում է խոսում են էլիտա ֆրանսերեն եւ գերմաներեն, այսինքն էս էլ է ուզում իրանք հանի։ Եթե դրսի միջամտություն են ուզում հանել, ուրեմն Ռամանովների ցեղի մասին է պետք է մոռանան, ամբողջ ռուսական արիստոկրատիայի մասին է պետք է մոռանան, դրսի ազդեցությունն է։ Իրենք Պյոտր Պերվին պետք է մոռանան առաջինին իր բոլոր նորամուտությունները, իրենք պետք է հրաժարվեն էլ չապրեն, ասենք Սանկտ Պետերբուրգում պետք է հրաժարվեն իրանց նավատորմից, Մի խոսքով պետք է հրաժարվեն իրանց երաժշտությունից, որտեղ այդ գլին կան, որ ինքը ստեղծեց այդ երաժշտությունը, դա ստեղծեց իտալական նոտաներով, իտալական երաժշտության հիմքերի վրա, ինչպես Պուշկինը ստեղծեց ֆրանսերենի եւ իտալերենի վրա նոր ռուսական լեզուն, որ կարողանար իր մտքերը ձևակերպել։ Հիմա սրանք ասում են, մենք պետք է վերանայենք, որ հրաժարվենք դրսի բոլոր տեսակի ազդեցությունից, հրաժարվենք։ Տեսնենք տակ ինչ է մնում։ Հրաժարվենք։ Եթե դուք չգիտեք ձեր պատմությունը, կարճ հիշեցնեմ։ Съезд народных депутатов, он же Սա ամենասարսափելին է, լսեք։ Советов в 22 году создавал СССР, то и распускать нужно было его по решению съезда этих самых депутатов. А если юридическая была нарушена процедура, то, получается, юридический СССР существует. Так говорят специалисты конституционного права. Լսեցիք հիմա ինչ են ասում։ Եվ այսպես, ասում են, թե 22 թվականի սովետական միությունը ստեղծել են սովետները, այսինքն խորհուրդ է եղել, հավաքվել են եւ ստեղծել են սովետական միությունը։ Եվ դա լեգիտիմ է իր ասելով։ Բայց սովետի քանդումը նույն որոշումով չի եղել։ Ուրեմն սովետը չի քանդվել։ Ուրեմն այն ինչ որ եղել է, անօրինականն է։ Welcome to USSR։ Սկսած ասում, այն ինչ որ կատարվել է, անօրինական է եղել։ Ես էլ ձեզ ասեմ, մնացորդներ ինչ որ մի բանի, եւ Արցախը, եւ Հայաստանը։ Դուրս է եկել սովետական միության սահմանադրության համաձայն ինքը թքած ուներ այդ որոշումները ով էր ընդունում ինչը, որովհետեւ ըստ այս սահմանադրության ցանկացած հանրապետություն իրավունք ուներ հանրաքվե անցկացնել եւ դուրս կար։ Հայաստանը դուրս է եկել լրիվ օրինական։ Դու գնացեք ձեր հարցերը լուծեք Ադրբեջանի հետ։ Но если СССР не распущен, то логически с правовой точки зрения получается, что украинский кризис это внутренний процесс. Ինչ լոգիկա ասում եմ, եթե փաստորեն արդեն որոշեց, որ սովետը չի քանդվել, եթե սովետը չի քանդվել, նշանակում է Ուկրաինայի խնդիրը դա ներսի խնդիր է, ներքին խնդիր է։ Не берусь утверждать, что коррупция гнездится в ДНК человека, но лично я убежден, что перед нами повсеместное и, судя по всему, неистребимое явление в истории человечества. Вот те изменения в Конституцию России, которые были внесены не так давно, открыли не просто возможность, они четко сказали о том, что наша страна религиозна. Ասում եմ, այն վերջի փոփոխությունները, որոնք մտցվեցին համալսարանի մեջ, բացեցին նոր հնարավորություններ, որտեղ մեր երկիրը դա ռելիգիոզ երկիր է, պետք է ասում ենք, Ռուսաստանը դա ռելիգիոզ երկիր է։ Եվ այն ինչ որ կատարվում է, այս մարդասպանությունները, այս այլանդակությունը ինչ որ կատարվում է, սա կատարվում է բարձր բառերի ռելիգիոզ համոզմունքների շրջանակներում։ Те события, которые начались в 22 году, и я их в 22 году назвал как войной за истинные религиозные ценности. Եվ այսպես է ինչ որ կատարվում է 22 թվականից, սա վերաբերում է նաև Հայաստանին, բոլորին 22 թվականի պատերազմը իրենք սկսեցին ուկրաինացիներին կոտորել, դա պատերազմ էր իրական կանոնական արժեքների համար։ Հիմա ես մնացածը չեմ ուզում ցույց տամ, որտեղ սարսափել է։ Լսեք էս ավելվածը։ Ես լսեցի մոտ մի կես ժամ, այս ամեն ինչը։ Ես հասկացա, Լավրովի ելույթներն եկավ ապացուցելու։ Այն մարդիկ, ովքեր լուրջ են ընդունում եւ հույսեր են կապում այս երկրի հետ, կամ իրենք բացարձակապես գաղափար չունեն, իրենք ինչի հետ են կապում։ Կամ ուղղակի չեմ ասում, կամ մազոխիստ են, կամ իրաց դուր է գալի, որ ասենք իրենց ասում է գիտեք ինչ, այ մենք ռելիգիոզ երկիր ենք, շատ, եւ այն պատերազմը, որ իրականացնում ենք մեր հարևանների նկատմամբ, դա ազատարար, շատ
բարձր նպատակներ, մենք մարդ ենք սպանում բարձր նպատակների համար։ Վաղ է նույն բարձր նպատակների համար գալու են Հայաստանն էլ սպանեն, եթե կարողանան։ Ինչպես սպանեցին Արցախը, ինչպես հիմա սպանում են Ուկրաինան, վաղը սպանելու են Մոլդովան, այնտեղ մերձբալթյան երկրները, Ֆինլանդիան հիմա արդեն զորք են կուտակում նաև Ֆինլանդիայի տակ։ Ես այսքան ինչու այսօր Ռուսաստանին անդրադարձա։ Ես էլ չգիտեմ որ անկյունով, տեսեք, ես ոչ մի բան չեմ ավելացնում։ Ինչ ասում եմ, սա իրենց խոսքերն է։ Ինչ մեզ բերում են, ոչ մի բան ինձանից չի։ Այն մարդիկ, ովքեր ծառայում են այս սիստեմի, այս կասյության շահերին, նրանք իմ ժողովրդի, իմ թշնամիներն են։ Կարևոր չի նրանք հասկանում են իրանք ինչ են անում, թե չէ։ Եթե չեն հասկանում, թող չանեն։ Ուղղակի, տուպը թող չանեն։ Ես ասում եմ տղաներ եւ աղջիկներ, ովքեր 1% 1 քայլ անում են սան շահերը պաշտպանելու համար Հայաստանի տարածքում եւ ընդհանրապես աշխարհի ոլորտներում, նրանք մարդկության, բարոյականության, կրոնների թշնամիներ, սա նույնն է, հասկանում եք, այն իսլամը ոնց էր ասում, իսլամը այն ծայրեր իսլամիստներն ասում են, եթե բան չի, իսլամիստ չի, անհավատ է, եթե անհավատ է կարելի է սպանել։ Հա, այն խիստ հավատացյալ հրեաներն ինչ են ասում, եթե հրեա չի, ուրեմն գոյ է, ուրեմն մարդ չի, ինքը աղբ է, իրան էլ կարելի է սպանել։ Սրանք նույնն են ասում, ուղղակի ասում են ռուսական իրանց ճակերտավոր եմ ասում, ուղղապար հավատքի համար, որը եթե այդ իրանց ասածը իրականացնեն, այսինքն դրսից եկած արժեքներից հրաժարվեն, դրանց էլ պետք է հրաժարվեն։ Այդ կրոններ գիտեք ոնց են ընդունել։ Այդ ցարը ախր այդ ժամանակին հասկացել է, որ ոչ մի երկրի հետ ոչ մի հարաբերություն չեն կարողանում ունենալ, որովհետև չեն ընկալվում, իսկ ինքը շատ է ուզում անպայման բան աներ, կապեր հաստատել, սենց ասեմ, հա։ Մտածեց ինչ հավատք ընտրել, իրանց չկա, իրանց այս տիկնիկները, ես դոկումենտալ ֆիլմ կա իրանց նախաքրիստոնեական հավատքի մասին, դա մի սարսափելի բան է։ Նույնպես եմ ասում, հանկարծ մեկի մտքով չանցնի մեր հեթանոսական գիտության հետ համեմատել։ Հեթանոսությունը Հայաստանում դա գիտություն է եղել։ Դա էթնոսի, տեսակի, տիեզերքի աշխատանքի, դա գիտություն է եղել։ Դրա հետ իրանց ոչ մի կապ չուներ։ Մի խոսքով, ում հետ մտածել են իսլամ ընտրենք, որովհետև հարավում մեր բարեկամները իսլամ են իրենց բարեկամները իսլամներն են։ Մտածել են, այ դա չի լինի։ Գիտեք ինչի՞։ Ոչ թե իսլամը լավն էր կամ վատն էր, ոչ, որտեղ իսլամում չէր կարելի խմել։ Իսկ իրանք առանց խմել, ո՞ւր պատկերացնում եք ռուսը չխմել։ Լավ, գնում են բանի վրա, կաթոլիցիզմի վրա։ Կաթոլիցիզմը Եվրոպայում, էլ այդ թվերին, դեռ այդքան բան չուներ իր մեջ։ Դեռ խաչակրաց արշավանքները չկար, դեռ փոքրիկ ինչ-որ քաղաքպետություններ էին։ Եվրոպայում չկար այդ հզոր կաթոլիցիզմը։ Եթե ասենք այս ընտրությունը լինես 14-15-րդ դարում, դա վստահ կմտնեին, ասենք Հռոմի պապի թևի տակ, 100%։ Հա։ Նայում են, բայց ամենամեծ բանը, որի մասին միշտ երազել են իրանք, դա Կոստանդինապոլիսն էր։ Նույնիսկ այդ անունը չէին կարողանում իրանք ասեին։ Կոստանդինապոլիսին իրանք ասում են Ցարգրադ։ Դա իրենց պատկերացմամբ երկրագնդի ամենամեծ ցարը նստում էր Կոստանդինապոլիսում։ Դա ասենք Բյուզանդիայի թագավորն էր։ Դա կայսրը կներեք։ Հասկանում եք, իրանց պատկերացումներն եմ ասում։ Եթե կայսրը նստում անդե, ցարը նստում անդե, ուրեմն ոչ թե դա Կոստանդինապոլիսը, այլ ցարի քաղաքը։ Կոստանդինապոլիսին եք ասում են Ցարգրադ։ Եվ գնում են խնդրում են Վասիլիին, որ իջելուց հայր, որ քրոջը տա իրենց իշխանին կնության, որ իրենք բարեկամանան ու սկսեն իր հետ ինչ-որ հարաբերություններ ունենալ, պետություն խաղալ։ Այսքան ինչ եմ արեմ։ Եթե սա էլ ենք անում, որպես դրսից ներմուծած, ասում են դու սա գալի, որ իրանք պատերազմելու ոչ մի բան են առիթ էլ չունեն, որտեղ իրանք չունեն այս կրոնական հիմնավորումը։ Սա ենք իրանք մարդասպանությունը հիմնավորում են կրոնով։ Սա խայտարակությունն է, թե չէ։ Սա խայտարակությունն է ու սա խայտարակությունն է պետական մակարդակով։
պետական մակարդակով խայտարակություն է սա։ Սա անհատական մակարդակի վրա չի։ Լավրովը հո պատահական մարդ չէ պետության մեջ։ Լավրովը գիտեք ում համար էր խոսում։ Ես վերջում եմ հասկացա։ Նա չի եկել հայերի համար խոսալու, գիտի որ ելույթը ցույց են տալի նաև Մոսկվայում, չէ։ Ինքը նույն ճառերն այնքան է ասել, որ իր ժեխը հավատում է այդ ամեն ինչին։ Ժեխը հավատում է, որ ռուսական զենքն է բոլոր տեղերը հաղթում, որ հայերը գրավել են Ադրբեջանը ռուսական զենքով, որ իրանք մեծ խաղաղական միսիա են իրականացրել ստեղ, մեծ, հա, եւ այլն, ու եթե մեկը ուզում է իրանց հետ լուրջ բարեկամական կապերի մեջ լինել, նշանակում է կիսում է իրենց արժե համակարգը, որը բարոյականության, մարդկության, ամեն ինչին դեմ է, հակասում է, դա նույն նիկոլիզմն է, ինչ տարբերություն։ Նույն ուրացությունն է, նույն սուտն է տիեզերական մակարդակի, նույն մարդ սպանելու համար ինչ որ բարաթրացումներ գտնելու։ Այս տականքները ասում են ինչ եք բան նեղվում, ձեր երեխեքը մահացել են, ձեր երեխեքը սպանվել են ինքնիշխան Հայաստանի համար, խաղաղության համար։ Ձեր երեխեքս սպանվել են խաղաղության համար, այսինքն իրանք նույն որակի տարբեր ձևավորումներով, փաթեթավորումներով, նույն որակի ոնց ինչ բառ օգտագործեն, որ ֆորմալ լինի եւ հակա այդ բան չի, եթերային չլինի։ Մի խոսքով նույն բանն է։ Ու սա էլ արդարացնողն է, փաստացի դառնում է էլի նույնը։ Սրանք են։ Սրանք հասկանում եք, սա է պետականության դեմը։ Սրանք են դեմքերը։ Սա, որ իր սեփական ժողովրդին է ցեղասպանում։ Ցեղասպանում էր բարի բուն իմաստով։ Մյուս Լենինը ցեղասպանում էր էլի սեփական ժողովրդին։ Սա 3-4 տարվա մեջ ավելի շատ մարդ է սպանել, քան հրամանաններ ամբողջ 300 տարվա մեջ։ Հասկանում եք։ Սա սպանում էր համատարած։ Ինքը մտավորականներին ասում էր բանա, ազգի կեղտն են։ Սա մի հրեշ է, սա նման հրեշ։ Ստալինը այս ամեն ինչ որ արել է, սովորել է Լենինից։ Ստալինը բանա, մանկապարտեզի սանա Լենինի հետ համեմատած։ Այն ինչ որ արել է այս տահակը, որը 40 միլիոն էլ ինքն է իր փայ սպանել։ Իսկ Հիտլերը 20։ Ինքը Լենինի աշակերտն էր, որովհետև տեսնում եք դա ոնց է աշխատում։ Գիտեք, այդ համակենտրոնացման ճամբարները Ստալինն է հիմնել, չէ։ Դրանք հիմնվել են Լենինի ժամանակվանից։ Ուղղակի սա ժամանակ դրանք դառան պետության եկամտի աղբյուր եւ սկսեցին զարգանալ, աճել։ Միլիոններով գնացեք սնդիկ բերեք, ոսկի բերեք, մի խոսքով քանդեք, ծառ, անտառ, բամ սարքեք այնտեղ, մի խոսքով, այդ ամիջը ձրի աշխատուժ է, ով կմեռներ, ով սաղ կմնար, վախնել իր երթին, ձրի աշխատուժ։ Ոս ամեն ինչով հիացող եւ այս ամեն ինչ բոլոր տրադիցիաները շարունակողը ՎՎՊ-ն, ոսանց արձաններն ականություն։ Իսկ ՎՎՊ-ն եթե այդքան սկզբունքային տղա է, հիմա Լենինի պետքա շպրտի դաբանանից դուրս մենակ մի բանի համար, որին ինքը մեղադրում է, որ իր ասելով Ուկրաինա պետությունը ստեղծել է Լենինը։ Բան չի սպանում։ Բանի շպրտի այդ դամբարանից։ Հան, եթե այդքան սկզբունքային տղա ես։ Այսօր մի հատ ռուսական ագենտի է լսում հայերեն խոսացու։ Ամեն երկրորդ խոսքը Ռուսաստան, Իրան, Հայաստան, Ռուսաստան, Իրան, Հայաստան։ Ժողովուրդ ջան, զգուշ եղեք։ Բոլոր սրիկաները, որոնք ապացուցում են, որ Ռուսաստան Հայաստանի բարեկամն է, որպեսզի մեղմեն ժողովրդի ատելություն այդ կայսրության նկատմամբ, իրանք կպցնում են կողքից հենց Իրանին, որտեղ Հայաստանը հայ ժողովուրդը Իրանի նկատմամբ ունի շատ դրական եւ վստահության բարձր ռեյտինգ։ Որպեսզի մեղմեն այդ բանը կեղտը Ռուսաստանի նկատմամբ, ասում են Իրան, Ռուսաստան, Հայաստան։ Իրականում Ռուսաստան եւ Իրան համագործակցություն, ռազմավարական բարեկամություն երբեք չի կարող լինել։ Մի շարժ պատճառով, մասնավորապես Հայաստանի հարցում, Ռուսաստանը ուզում է միջանցք բացի ներլիով, Իրանը չի ուզում։ Մոռացեք, ձեզ ով ինչ հեքիաթ կպատմի, մի հավատացեք։ Իրանը, շատ հին երկիր է, շատ մեծ փորձ ունեցող քաղաքական,
երկիրը, որ լինի այնքան հիմար, որ իդեմս Ռուսաստանի տեսնի իրեն բարեկամ։ Դա երբեք չի կարող լինել։ Շախեդ վաճառել, նավթ վաճառել, կվաճառել, բարեկամ։ Իսկ ռուսական ագենտուրան փորձում է մեղմել Ռուսաստանի կեղտերը, հիմնավորելով որ Ռուսաստանն ու Իրանն է տարածաշրջանում մեր բարեկամները։ Չկա նման բան։ Միջև հիմա Իրանը պնդում է, որ կօգտագործի իր ոչ քաղաքական ռազմական ներուժը Զանգեզուրի միջանցքի ստեղծումը կանխելու համար։ Սա ում է ասում։ Որ ինձ ձեզ չի ասում, սա ասում է Պուտինին, Լավրովին։ Իսկ իր ագենտները տականքների Հայաստանում փորձում են մարդկանց համոզել, որ Իրանը Ռուսաստանի բարեկամն է եւ Հայաստանի չկա նման բան չի կարող լինել։ Դա իրանք են ասում, ես չէ։ Գանք սրան։ Եթե ձեր ոռնոցը երկրագունդը չպատեր, գուցե ներվելն էլ տեսնեիք։ Աննա Հակոբյան։ Արեք համաձայնվեք, որ միջև ինքը կորոշեր կրթություն քարոզելը, իր մասին մենք ավելի քիչ էինք հիշում եւ ինքը ավելի քիչ էր ինչ իր խայտարակում, եթե իսկ ինքը ինչա ասում, սա մի սոսկալի տեքստ է, սոսկալի։ Ահա խնդրեմ եւս մեկ ոչիլ Մարմենի տեսակարար կշիռը պետք է ճշգրիտ ոչիլի չափ լինի, որպեսզի պատերազմի մասին կարողանաս այսպես խոսել, այսպես մեկնաբանել։ Ներվում էի, ընկերս ներվում էի, եթե իհարկե գտնում ես, որ քո նկարագրած իրավիճակի համար մարդիկ ուղղակի ներվում են։ Վայ, ինքը ինքան էր տառապում, ինքան էր տառապում։ Ինչ պետք է անեի, որ իմանայիք ներվում եմ։ Ես ասեմ, ես հիշացնե, սրանց նկարները։ Լայն ժպիտով իրա մեկ էլ իրա բոր երեխեքի։ Այն որ մեզ ասում են ինչ եք խառնվել, ամեն ինչ նորա սկսել, հանգստացեք։ Իսկ հիշում եք այն Ազատ գյուղում, սպանված երեխեքի հենց օրը ոչ սուկ հայտարարվեց, ոչ բան, սա իր լայն ժպիտը, իր վիժվածքի հետ տպեց, գցեց ցանց, այն էլ Իրանում էր գտնվում այդ ժամանակ։ Գնաք առաջ։ Ինչ պիտի անեի, որ իմանայի ներվում եմ, պետք է ձեր մակարդակին իջնեի եւ մացավազքի մեջ մտնեի, դա էլ է կրթության հարց։ Այ, համար ինք այսպես ժպիտով, այսպես ամբողջ ազգը լացում էր, ինքս այս ժպիտներ էր տարածում։ Գիտես աղետի դժբախտության պարտության ժամանակ սեփական անձը դիրքավորելու ունակությունը։ Այ, ինքը դա համար է ժպտում։ Ցավի Սպարտակիադը եք հայտարարել, մինչև այսօր էլ ոմանք դեռ դուրս չեն եկել մարաթոնից, չնայած պոետի իրենց ձիրքով ցավու կորուստ են մռմռացնում։ Ինքը չի կարա հասկանալ, որ մի ամբողջ պետություն մեծագույն ողբերգության մեջ է առ այսօր։ Անարգեցիք անգամ անմահացած տղաների հիշատակն ու նվաստացեցիք նրանց մայրերին։ Այն տղեկը, որ ասում էր անիմաստ են մեռը, այ վիժվածք։ Անմահացած տղեկ են հիմա էլի։ Ցույց տալու համար, թե որքան եք նեղված, ապացուցել են, որ մայրերը տառապում են եւ զավակ են կորցնում, ասեն չեն տառապում այդ մայրերը։ Ասեմ ավելին, մայրերիդ մենք ենք տառապում նաեւ, մարդիկ, որոնք չեն կորցրել այնտեղ։ Չեն կորցրել, հարազատ ոնց որ չեն որդի չեն կորցրել։ Մենք այդ մայրերի հետ ներվում ենք։ Մենք Արցախից չենք, Արցախից դուրս չենք եկել, մեծ Արցախի կորստի համար ենք մռմռում, բայց քո նման ոչնչությանը դա հասանելի չի։ Իսկապես, ասում եմ, դա ապացուցելի կարիք ուներ, դե գիտություն չի եւ փորձում ես ապացուցել անապացուցելին անհակներևը։ Եթե մի քիչ կրթվեիք, էլի կրթության մասնակցություն, սեփական քթից անդին տեսնելու կարողություն ունենայիք, կիմանայիք, որ աշխարհի միակ ժողովուրդը չեն, որ պատերազմի միջոցով հասավ տեղ, վարարա, իսկ մենակ դու ես այս վիճակի մեջ, այդ տգետ։ Շատ ժողովուրդներ են այս միջև բանացել, հարմարվի, սա է ճանապարհը։ Հասկացաք, իր կրթությունը որտեղ էր։ Եվ եթե ձեր ոռնոցը երկրագունդը չպատեր, գուցե իմ ներվերից էլ տեսնեմ։ Իհարկե, կարող եմ ոռնոցը երկրագունդով էլ պատվել։ Ցավ էր, բայց ցավ էր, դա ցավը զգացողը կհասկանա։ Այդ օրերին լայնաժպիտ նկարներ տեղադրողը չի հասկանում։
Բայց քանի որ երկար ժամանակ երկրիցս միալալ ոռնոց էր արձակվում, այդ մենք ենք, մեր լացը ոռնոց ենք ասում, էլի։ Ստիպված է ամեն կերպ հակակշռել, որպեսզի աշխարհը չարձագանքեր մինչև պատերազմը առուս կտրող պատերազմից հետո կախկանձողին տեսակը։ Մենք կախկանձողն էինք պատերազմից հետո։ Ինքն էլ հակակշռում է դիրա միջև ենթաստամոքսային գեղձը բացած ժպիտով։ Այնպես որ ընկերս հանդարտվիր ամեն ինչ այդքան պարզ չի, որքան կարող է թվալ։ Մեկնաբանություն սա ինձ ավել չեմ անի։ Ուղղակի ասեմ, որ միևնույն ժամանակ Արցախը, Ադրբեջանը իր քաղաքացիներին փաստաթղթեր է տալի, որտեղ արձանագրում է, որ իրանք Ադրբեջանի բնակիչներ են, բայց այդ Ադրբեջան ասածը դա Հայաստանի տարածքն է։ Ու ինքը պայմանավորում ասեն Ալիևը։ Երևանը պետք է հստակ ասի, երբ են ադրբեջանցիները վերադառնալու։ Սպասում է։ Աննա բան չունես ասելու, փողը տվել աղջի ձեն անի։ Փողը վերցրես պիտի անես, դավայ սկսի, սպասում ենք ախր։ Ինքը ժամկետ է ուզում, էդ էլ արա։ Բայց վախենում չկարողանա։ Որովհետև երբ որ 10,000 հոգի քվեարկում է, ու դու նույն 8%-ն ունես, բայց ամբիցիադ մի ամբողջ 100%-անոց ռեյտինգով ունենալու գործը չես կարող։ Դե գնա Ալիևին բացատրի, ասա ախպերս, ինչ անենք, որ փողը վերցել ենք։ Չեն կարողանալու անել։ Մեր ունեցած էս 8%-ն է։ Չնայած շատ են ասում են 8 չի 11, հա։ Սոս էս մի հատ բան էլ տեսա։ Սա ցույց կտամ ընթացքում, երևի, հա, սա է։ Հա։ Որ 20 թվականին 71% էր, 21-ին 54, 22-ին 60-ի կողմերը, 23-ին 33, 24-ին 30, 25, 11։ Սա է ուրիշ թիվը։ Ես ունեմ իմ թիվը, բայց հավատացեք, որ 8-ի և 11.5-ի մեջ տարբերությունը շատ մեծ չի։ Իսկ ինչ եք կարծում, 11%-անոց ռեյտինգ ունեցող իշխանությունը կարող է Հայաստանը հանձնի ադրբեջանցիներին, ասի արեք, աղբի ջան, արեք ինչ ուզում եք արեք։ Ու առանց իմ որևէ քաղաքական ինչ-որ հարցի եւ այլն ասեց այդ Ալեն Սիմոնյանին ասում ասեք թող գա գյուղ, երեխեքին վերցնի թող գա գյուղ ու կհասկանա, որովհետեւ ասում մենք առավոտ արթնանում ենք ու այդ փամփուշտը մեր տան դիմաց է լինում, ինչ որ հատվածում է լինում, իհարկե ես տոն չտվեցի, որովհետեւ դրա ժամանակը չէր, իմ հայացքներն էլ են པարզ, իրենց հայացքներն էլ են པարզ։ Երկրորդ մասով դուք էլի ճիշտ նկատեցիք, այն մարդիկ ովքեր գնում են այդ մարդկանց հետ հանդիպումների հիմնականում լինում են պետական աշխատողներ եւ նկատեն, որ այն մարդիկ են, ովքեր 18 թվականից սկսած պարզապես ֆանատիկորեն ինչ որ ընդունում են եւ ես չեմ կարող դրամաբանություն գտնել նրանց այդ ֆանատիզմի մեջ։ Այսինքն, բայց սովորական մարդիկ ում հետ ու պարզապես թեկուս սուրճ ես խմում, գնում ես հանդիպում ես ակսում մեջ ինչ որ մի հատ առիթով, չկա մեկը ովքեր այդ մարդուն ընդունեն։ Բնական թևն ասում է ընդունեցինք, լավ, ընդունեցինք, որ կա այդ ֆանատիկ անուղեղները դեն 11 կամ 11.5% ընդունեցինք եւ ինչա փոխվելու։ Ինչա փոխվելու, բայց Ալեն Սիմոնյանը պետքա գնա անպայման այնտեղ ապրի, որ հասկանա դա ինչա։ Իսկ այս խոսացող աղջիկը, սա այն լրագրողն է, որին դատում են Նիկոլ Փաշինյանի խայտարակ այցելությունները լուսաբանելու համար, լրագրողի են դատում։ Սա այդ աղջիկն է։ Ալիևն էլ պնդում է, որ Հայաստանի հարցը արդեն ինքը ներառել է միջազգային հարթակներում, հա, որ այս հարցը ինքը միջազգային մասշտաբների վրա լուծում է տալու։ Արա բա ուր է։ Արագացա, բա ոնց, բա մենք էլ մտածում ենք ոնց քեզ քաշտանք միջազգային մասշտաբներ, որովհետև այս հարցը լուծվելու է միջազգային դատարանի որոշումով։ Հիմա մի քիչ սրա վրա կանգնեմ։ Անընդհատ ինձ որ գրում են, տեղ մեղադրում են, որ ես անհաշտս պատերազմի եմ ձգտում, որ այս հարցը լուծում չունի, հարցը երևի ինչ որտեղ խաղաղվել, հալմակերպվելն է,
Ես գիտեմ, որ նման մարդիկ էլ կան։ Կան ի սկզբանե խաղաղված համակերպվածներ, որոնք ցանկացած պարագայում իրենք համակերպված են։ Իհարկե այդ տեսակին ուզում ասեմ, որ միայն առողջ ձուկն է ընթացքին հակառակ լողանում։ Մեռած ձկները միշտ ջրի հոսքի հետ գնում են։ Ջրի հոսքին հակառակ լողալը դա առողջության նշան է։ Միասին գնալը դա անկենդանության նշան։ Ես գիտեմ, որ ի ծնեկան մեռած ձկներ, որ ծնվում են, գիտես, երիտասարդը, բայց չկա արդեն։ Չկա, ինքը արդեն մեռած ձուկն է, ոսենց հոսք իրան տանելու է։ Իր համար էլ մեկ է որտեղ տանել։ Բայց այն մարդիկ, որոնք գուցե հավատը կորցրել են, որ կարող է բան փոխվի, եւ ըտեղել երկու տարբերակ կա։ Իրանք կարող է հավատը վերականգնեն, բայց վախենան պոտենցիալ պատերազմից։ Բայց բոլորին ուզում հանգստացնել մի կարևոր հանգամանքով, որ այս ամեն ինչը հնարավոր է լուծել ուղղակի դատական կարգով։ Դատական, որովհետև միջև Ալիևը կհարձակվեր Հայաստանի վրա, ինքը ոչ թե դատական կարգով, այլ գոնե հայտարարությունների մակարդակի վրա, որ Հայաստանը ընդունում է, որ դա Ադրբեջան է, հա, որ այնտեղ ինչ որ ինքը խոսում է, որ դա Ադրբեջան է, այստեղ էլ պատրաստ են հանձնել, որտեղ դա Ադրբեջան է, բանը ասում է, Չակերտներով եմ ասում Ադրբեջանը։ Ինքը դա ապահովել էր միջև հարձակվելը, հակառակ դեպքում ինքը ոչ մի բան չէր կարող անել։ Երբ որ դու ունում ես դատարանի վճիռ, որ դա Հայաստան է, այնտեղ տեխնիկական հարց է մնում։ Նախ այդ ժամանակ արդեն Ալիև կոչված ռեժիմ չի լինի։ Սկսենք այդտեղից։ Որ պահին, որ հարցը մտավ միջազգային դատարան, որ պահին, որ ասենք Հայաստանի անկախության ռեյտինգը այնքան բարձրացավ, ասենք իշխանափոխություն եղավ։ Պատկերացնում եք, ունեցանք ազգային իշխանություն։ Բնական է, չէ՞, որ այսօրվա նույնիսկ իր ամբողջ ռեսուրսներով, այսօրվա ռեսուրսներ Ադրբեջանը չի հանդգնի գետ մեկ քրակոց իրականացնի Հայաստանի վրա, որտեղ գիտի պատասխանա լինելու։ Իսկ ես դες էլի պատմությունից հիշեցնեմ, հարգելի ընկերներ ջան, պատմականորեն թուրքերը, ադրբեջանցիները երբեք Հայաստանի վրա չեն կրակել, եթե նախորդ պատրաստված պայմանավորված չեն եղել ռուսների կամ հայերի հետ, որ Հայաստանը պատասխան չի տալու։ Չի եղել նման բան պատմության մեջ, ցանկացած գրող, ցանկացած գրավում հաջողություն, դա ոչ թե եղել է գրավում հաջողություն, դա եղել է դավաճանություն, դա եղել է հանձնել։ Կարսից կլինի, դա Շուշին կլինի, Արցախը կլինի, ինչ ուզում եք հիշեք։ Մի տեղ, որ պայմանավորվածություն չի եղել, Սարդարապատներ, Նժդեհներ, սրանք ունեցել են մշտական կորուստներ ու պատերազմ։ Այսինքն ոչ մի հաջողություն չեն կարող ունենալ, եթե պայմանավորվածություն եւ դավաճանություն չի եղել։ Իսկ այն պահից, երբ մենք ունեցանք պետական, նոր պետականություն, եւ էլ չկա այդ պայմանավորվածությունը, որ դու գալու ես, ես չեմ կրակելու, կարող ես իմ զորքերը հանելու եմ։ Այդ չեմ ասում, դրանից հետո եթե գործերը մտավ միջազգային դատարան, Ալիևի իշխանությունը չի լինելու, ոչ թե ադրբեջանցի այնքան վախկոտ են, որ փախնելու են, չէ, ուղղակի Ալիևի իշխանություն այլևս չի լինելու։ Որտեղ ինքը հələ պետք է պատասխան տա դրա համար իր երկրի մեջ։ Ինչքան էլ ուզում է մահակը ձեռը կանգնի, ինքը ոչ մի բան բռնակալ երկար չի կարողանում պահի այդ վիճակը, մանավանդ եթե այնտեղ պատերազմական իրավիճակ է։ Նույնը եղավ 91 թվականին, նույնը եղավ 94 թվականին, մենք արդեն այդ ամեն ինչը տեսել ենք։ Դա եմ ասում, ուր է, տադելի, դատարան տեսնենք էլ ոնց է լինում։ Այս sense մի հատ բան է եղել, ուզում եմ պայման դες ցույց տամ, հետաքրքիր է ուղղակի։ В первом раунде удушающим приемом победу одерживает Каграмарян Артем. Արտյոմ Ղահրամանյան 17 տարեկան չեմպիոն եղա եւ դուրս է եկել մրցանակը ստանալու Հայաստան դրոշով Սանկտ Պետերբուրգում Հայաստան դրոշով եւ ամենահետաքրքիր դոգի նկարը քրսկին։ Ինձ ուզում եմ հիշեմ Հայաստանի պատմության մեջ եղել է դեպք, որ եթե իհարկե դա պետական մակարդակի տպված պարտադրված չի եղել, որ ինչ որ մի քաղաքական գործիչի տենց գործող էլի իրական դուրս գան իր նկարով։ Սա Վարդանի
Վարդանի բանը չի, գովազդը չի, Վարդանի ֆենոմենի մասին է խոսքը։ Չգիտեմ, ես գիտեմ, որ շատերը չեն հավանում, ես էլ չեմ հավանում, ես իլ առաջին ընդդիմախոսն եմ, բայց ժողովուրդը իրանն է փնտրում, ու ժողովուրդը փնտրում է։ Անես չի, որ անտալբեր նստած նայում է, սա ու բանում է, Սանկտ Պետերբուրգում է, չէ՞ որ այս տղան հասկանում է, դոգի համալեր իրան կարող են հալածել, Հայաստանի դրոշի համալեր իրան կարող են հալածել։ Ժողովուրդը փնտրում է։ Թող լինեն մարդիկ, որոնք ասեն ես ավելի լավն եմ, քան սա է, կամ դոգնա։ Թող լինեն մարդիկ։ Ինձ որ ասում եք ես մեկ այսօր մի ընկեր եմ ասում ու չներվա։ Գլուխ եմ հարթուկում։ Այսքան գլուխ եմ հարթուկում, բայց չեմ ասում, ես ում եմ առաջարկում, ես ում եմ ընտրելու, ես էլի։ Ժողովուրդ ջան, որ տեխնացու չկա, ես ինչ ասեմ։ Թող ընտրեն, թող դնեն մարդիկ իրաց տեխնազությունը, ես էլ իմ կարծիքը կասեմ, եղել է դեպք, որ ես իմ կարծիքը թաքուն պահեմ կամ խուսափեմ կարծիք ունենալուց, ես կարծում եմ, որ չի եղել, ես մաքսիմում բաց անկեղծ եմ ձեր հետ, չէ՞։ Հիմա որ ասում եք ինչու ես բան չեմ անուն չեմ տալի, ես հո չեմ առաջարկելու վարչապետի տեխնացու կուսակցությունները կամ շարժումները կառաջարկել, մենք էլ այդ մասին խոսենք, բայց այն հանգամանքը, որ ժողովուրդը փնտրում է, դա կա։ Մենք վերջերս հարցազրույցներից հիմա որ նայելու ենք, դա հստակ երևում է։ Հստակ, շատ հստակ է երևում։ Ես այսօր ուզում եմ անցնեմ բանի վրայով, միջազգային նորությունների վրայով։ Մենակ մի բան ասեմ, սա չեմ կարող չասել։ Մարկո Ռուբիոն այստեղ, որ միջև ինքը փոխնախագահ դառնալը ատում էր Ռուսաստանն ու Պուտինին։ Այսօր խուսափել է հաստատի, որ Պուտինը ռազմական հանցագործ է։ Մերժել է նման բան ասելու։ Սա գիտեք ինչ է, ինձ ինչի է բերում, որ անբարոյականություն ասա։ Սա քաղաքականություն չի։ Ես հասկանում եմ, որ հայկական պատկերացումների մեջ գուցե հայկական կարող է եւ ուրիշ տեղեր լա։ Անբարոյականությունը, սուտը, քցնելը դրանք քաղաքական կատեգորիա են։ Իմ համար չէ։ Ասեմ ինչու։ Որովհետև ես ոսես նայում եմ երկրի ղեկավարների պահվածքին, ես միշտ դնում եմ հաջողակ ղեկավարներ նրանք են, որ մաքսիմալ անկեղծ են իրեն ժողովրդի հետ։ Կործանված եւ տապալված ղեկավարներ նրանք են, որոնք սկսում են կեղծը, սուտը, քցնելը, դավաճանելը մտցնել քաղաքականության մեջ։ Իմաստը ո՞րն է, եթե դու կորցնելու ես։ Հիմա Մարկո Ռուբիո կներեք, որ դու քեզ հակասում ես, դու հակասում ես միջազգային օրենքի, դու հակասում ես բարոյականությանը։ Վաղը Թրամփը որ գնաց, ու վաղը գնալու է ասես դու դառնալու ես մեկը, որ արժեք չունի, որպես մարդ, որպես քաղաքական գործիչ, արժեք։ Այսինքն դու երբեք չես կարող իր հույս դնես, որտեղ չգիտես այդ օրվա քամին ո՞ր կողմից է փչելու եւ ինչ է խոսալու։ Հիմա քաղաքականությունը դնենք մի կողմ, արգելիներս։ Մենք եթե մեկի հետ ընկերություն ենք ուզում անենք, եթե մեկին ուզում ենք վարչապետ առաջարկենք, մեկի հետ ուզում ենք ամուսնանանք, մեկի հետ ուզում ենք, չգիտեմ, բիզնես անենք, արդյոք մենք ընտրում ենք մեկին, որին վրա վստահ չենք, թե ինքը վաղը ոնց է դրսևորել։ Իհարկե ոչ։ Իհարկե ընտրում ենք մաքսիմում այնպիսի մեկի, որը կանխատեսել է բարոյականության մեջ չափանիշների շրջանակներում, ճիշտ է։ Սա տարածում է նաև քաղաքականության մեջ։ Նույնպես եմ ասում, ով մտածում է քաղաքականություն դա անբարոյականությունն է, խաբելն է, ինքը շատ սխալ պատկերացում ունի։ Շատ սխալ պատկերացում ունի քաղաքականության մասին։ Ու դա երբեք ոչ մի հաջողության չի բերում։ Կներեք ես դրա համար անդրադարձ ասա։ Իսկ հիմա ես մի քրտերյաման վատ նորություն եմ ուզում ասեմ, որովհետև դրանք լուծարեցին իրենց բանակը։ Ես ափսոսում եմ սրա համար, բայց մի բան էլ եմ տեսնում էլի սրա մեջ։ Կարող է սրանք իրենց ձեռով էլի սրում են սուրը, որ աշխատելու է իրենց դեմ եւ իրանք պատասխան են տալու այս
ձևով, դրա համար այն ինչ որ իրանք արել են հայերի նկատմամբ 100 տարի առաջ։ Ավեն բան ես այս առումով չեմ կարող, չեմ էլ ուզում ասել։ Իսկ մա լսենք մեր հայրենակիցներին։ Բոլոր բանակցային Ղարաբաղի հարցում, Արցախի հարցում, իր խոստումները լրիվ կեղծ դուսեկան, ինչ որ ասում էր հրապարակով 100,000 1 միլիոն մարդ իրան ձայն տվեց։ Բոլոր ոչ մի ասպեկտով ոչ մի բան չի պարտ։ Ամենադաժան օրենքով։ Օրենքը ինչ թույլ կտա, ամենադաժան, որ հաջորդը նման բանի չարժանանա։ Ես սիրում եմ ժողովրդին, ազնիվ խոսքը, սիրում եմ իր արդարամատությունը, սիրում եմ իր պարզությունը, շիտակությունը, կոմիտասի ժողովուրդն է, էլի։ Իմ ժողովուրդը կոմիտասի ժողովուրդ է, թաղամասը չեմ ասում եմ, կոմիտաս տեսակն է, այն զուլալ, այսինքն, իմ ժողովուրդը դա է։ Այո, կեղտը գրավել է մեդիան, այո, կեղտը գրավել է քաղաքական արտակները, բայց դա իմ ժողովուրդը չի, իմ ժողովուրդը էս է։ Ինքը ասում ախվի ջան, ամեն ինչում մեզ խաբել է։ Իրան ամենադաժան պատիժն է հասնում։ Ու իր խոսքի մեջ չարություն չկա, այն զիբիլիկատվի ասածը չկա, էլի այ ոչի, բան էս բաները չկա։ Հասկանում եք, իր ազգին եւ բնակիչին կասի ոչի, մենակ իրոք ոչին է։ Ուրիշ ոնց կարող ես պատկերացնել, էլի։ Դուք ոնց եք պատկերացնում մեկին ղեկավարի երկիրը, որ համարում է իր ազգաբնակչությանը ոչի։ Գնանք առաջ, լավ, չենք ուզում կանգնենք։ Հեռանա, ոչ թե էդի Փաշինյանը Թուրքշունուն հեռանա, ոչ թե էդի Փաշինյանը այ Փաշօղլի պիտի ասեն դրան, ոչ թե Փաշինյան, Փաշօղլի, ինչից է տարբերվում թուրքից, որ բոլոր ոչ թե մենակ Ղարաբաղը Սյունիքն է վտանգի տակ, Հայաստանն էլ է վտանգի տակ, այսօրվա դրությամբ, Ղարաբաղցին էլի կարաթիլ է փախնի գա Հայաստան, բա Հայաստանցին ուր պիտի փախնի, Վաղը մյուս օրս թուրքի գերի կդառնանք մենք, թուրքացման եզրին Հայաստանը, այ որ Նիկոլը հեռանա երևի բան լավ կլինի, ինձ թվում է շատ ընտիր կլինի։ Արեք հավատանք, որ ընտիր կլինի, եթե Նիկոլը հեռանա, բայց եստեղ մի քիչ բան ունեմ, կասկած, ոչ թե կասկած, այլ վերապահում ունեմ, արդյոք մենակ Նիկոլի գնալը Արդյոք միայն Նիկոլի գնալը բավարար է։ Իմ կարծիքով չէ, եթե մենք չենք վերանայելու նաև մեր պահվածքը, մեր շրջապատի, մեր ընտրյալների, ում ձայն ենք տալի, ում բարև ենք տալի, ում հանդուրժում ենք։ Եթե սա մենք չվերանայենք, մեր նույն շրջապատի վրա ենք կանգնելու։ Հակոբյանը իրենց քննադատողներին անվանում է տխմար, ոչիլ եւ համբալ եւ ասում է հայհոյ Արդեն պարզա չէ, կինան չասեմ, արդեն ինքը պարզա ինչ ասելու, էլի, Յողներին հայհոյանքով է պատասխանելու, ինչ կասել։ Ասելու ոչ մի բան չունեմ, հոգնել ենք իրանցից էլ, իրանց նկատմամբ կարծիքներ հայտնելուց էլ, ամեն ինչից էլ, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել, մի քիչ պետք է ամոթ ունենալ, ուրիշ ոչ մի բան։ Ընդամենը պետք է մի քիչ ամոթ ունենալ, ուրիշ ոչ մի բան, բայց հասկանում եք, որ դա չկա։ Դա չկա ու դա իրանց չի սպառնում։ Դրա համար էլ իրենց ունեցածը ընդամենը, ընդամենը 8%։ Լավ, մի քիչ ավելի օպտիմիստական կանխատեսումներով 11.5։ Բայց ասենք դա բավարար է։ Որ վիրավորանքը ժողովրդավարության մի մաս է, համաձայն եք նրանով։ Ոչ։ Նե, ժպտումը։ Աննա Հակոբյանը կարծում է, որ վիրավորանքը ժողովրդավարության մի մաս է, համաձայն եք նրանով։ Ոչ։ Անգրագիտություն կգիտություն։ Էլի, եթե գնամ պատմության խոսքերը, ես չեմ հիշում երբևէ մենք այս կարգի վերաբերմունք ունենայինք հարցախոսների մասնավորապես երկրի ոչ միայն ղեկավարի, նաև ղեկավարի լեզուս չի պատտվում ասեմ կնոջ ղեկավարի երեխաների մոր վերաբերյալ է։ Սա է ցուցիչ է, որ ամեն ինչ տապալված է, ամեն ինչ գնացել է։ Ես որ ասում եմ, ես իմ ժողովրդին շատ եմ սիրում, իրոք շատ եմ սիրում, որովհետև իմ ժողովուրդը մտածում է, թե չի մտածում, բայց անկախ իրանից իր վարքագծի մեջ ինքը վերարտադրում է մեր դադերի ժառանգությունը, անկեղծ եմ ասում,
իր խոսքից, վարքագծից, ամեն ինչից երևում է, որ ինքը երեք չի ծնվել։ Ինքը մի ամբողջ հազարամյակների մշակույթի եւ ժառանգության կրողն է։ Այո, իր թերություններով հանդերձ։ Այո, այս 70 տարվա մեջ իրեն դարձել են նեյտրալ, իրեն դարձել են пассив, իրեն ասել են քաղաքականությունը դա պոռնկություն է, պետք չի քաղաքականությամբ զբաղվել, մի քաղաքական ասում, նման լիքը հիմար բաներ։ Բայց դա շտկվող է, եթե մենք ունենանք մեկ սերունդ կարողանանք ասենց ասեմ, նոր ստանդարտներով ազատ, ակտիվ, պատասխանատու, բարոյական արժեքների վրա ուղղակի կարողանալ մեծացնել։ Մեկ սերունդ եւ ամեն ինչ կընկնի տեղը։ Հիմա շատ վտանգավոր շրջանում ենք, որովհետեւ մարդիկ տեսնելով այս զվանքը էկրանների վրա, անկախ իրանից սկսում են մտածել, որ մեր ռեսուրսը սա է, մեր դեմքը սա է, մենք սա ենք։ Ես ամեն հաղորդմանը ես անպայման ուզում եմ գտնեմ մեկ բան, որ կապացուցի տարբեր ռակուրսներից, որ կապացուցի մարդկանց կհիշեցնի մեր իրական տեսակի մասին։ Այսօր տեսանյութ, որը հետաքրքիր բացահայտում է անում մեր մասին։ Դիտեք շատ կարճ։ Затем мы нашли круглый медальон с надписью. На самой мозаике был слой патины, что затрудняло прочтение. Мы автоматически предположили, что надписи были на греческом языке, как большинство тех, что были найдены в ходе раскопок в Израиле. Но когда мы начали очищать их, то обнаружили, что надписи были не греческие, а армянские. Затем мы нашли круглый... Տեսակ հայերեն տարել է։ Սա գտել են 3000 տարի առաջ։ Այսինքն 3000 տարվա պատմությունն է այս ինչ որ գտել են 3000 տարվա։ Ու հայկական տարերը տեսակ Իսրայելի տարածքում են գտել։ Սա հիշեցնում է մեր մասին ու հետաքրքիր է որ հрьяաներն են գտել, հрьяաներն են խոսում սրա մասին։ Էկուբան ասում, մենք որ 3 չենք ծնվել, վաղներ չենք գնալու, երկրորդը, որ հայկական տարերը շատ ավելի հին են, քան մեզ ստով, կեղծիքով, տեսակ չէ հայկական տարերն է։ Медальон с надписью. На самой мозаике был слой патины. Իխոսկով, շատ ավելի հին են, քան մեզ փորձել են ապացուցել, որ ստեղծել են Մեշոտ Մաշտոցի շնորհիվ։ Մինչդեռ Մեշոտ Մաշտոցը վերականգնել է ավիրված այն գիրու վերականությունը, որը 100 տարի առաջ ավիրել էին քրիստոնեությունը Հայաստանում սրով, թրով, մահով, աուսարսափով ներմուծած ընկերները։ Սա է ճշմարտությունը, սա է պատմությունը։ Ես չգիտեմ ում համար է որքան է ցավալի լսել, որքանով է սա հաճելի կամ որքանով անակնկալ։ Պատմությունը դա գիտություն է։ Պատմությունը ճաշակի ոլորտի չի։ Պատմությունը մարդկուն տալիս է ինֆորմացիա ընդհանրապես եղածի մասին։ Ամեն մեկն իր ֆիլտրներով է անցկացնում, որ հասկանալ դա պատմության համար որպես պատմական դեպք դա լավ բան էր թե վատ բան էր, դա օգտակար էր թե օգտակար չէր։ Ընդհանրապես ճաշակի ստերիոթիպը, բայց որ դա եղել է դա փաստ է։ Դա ճաշակի տիրույթից չի։ Այո, մենք 3 չենք ծնվել, մենք 3000 տարի նման մեդալյոն 3000 տարի առաջ նման մեդալյոններ են կարողացել ստեղծել մեր սեփական տարերով։ Հիշեք, ինչ էր ասում Սիլվա Կապուտիկյանը, երկաթագիր է մեր գրելը, երկաթի դարից է եկել, երկաթագիր։ Այսօրվա համար այսքանը։ Ես ուզում եմ այս ժառանգության գիտակցումով, արժեքային այս մակարդակի զգացումով մենք գնանք մեր առօրյա գործերին։ Ու երբեք չմտածենք, որ մեր ստանդարտները այս ճիվառներն են։ Սրանք պատմության մեջ խայտառակ արժանոտ գիծ են, պետք է ուղղակի ազատվել այս գծից ու մաքրել այդ ճեղքն ու արժանների վրայից։
ու վերականգնել մեր տեսակը։